Նժդեի համար մի հեղինակություն կա, մի հայ ժողովուրդը։ Կա հավաքական հայ ժողովուրդ, ցեղատեսակ, ցեղ։ Հավատացեք, միայն ցեղին է տրված ժողովրդի ստրկության շղթաները արծվի թևերի վերածելու արվեստը։ И кто такой этот мятежный Нжդե? Երդվում եմ Վահագնի աչի առաջ։ Երդվում եմ Վահագնի աչի առաջ։ Երբեք չմեղանչել ուխտից դեմ։ Երբեք չմեղանչել ուխտից դեմ։ Ապրել գործել ու մեռնել որպես ցեղամար։ Ապրել գործել որպես ցեղամար։ Որպես Վահագն Աստծո նվիրյալ ուխտավոր։ Որպես Վահագն Աստծո նվիրյալ ուխտավոր։ Կեցե Հայաստան։ Կեցե։ Թեթև դար Գորղանյան։ Երկաս։ Ոնց էր ասում Պողոս, թեթև դար։ Պարտքի տակ չեմ մնա, սպարապետ։ Վեր կացեք, կանգնեք ոտքի։ Անուշ ինձ որ սպանում կլացես։ Ես չարամա Պողոս։ Կամ ուստանաս ուրիշի հետ տղաքում անաս անունը Պողոս կդրես։ Իշ, սատանիական ճարում ես ինչեր է ասում։ Լավ քո խաթեր համար դեռ չեմ մեռնել։ Իմ ասածներն է, որ բոլորին հավաքենք ու քշենք ռազմաճակատ։ Ու տարիների այս գործը 2 ամսում կանենք։ Թուրքի ոտը հավերժ կկտրենք մեր երկրից։ Օտային Ռուսաստանի ղեկավարներն էլ անհամբեր սպասում են, երբ ենք տանու տալու թուրքերի հետ պատերազմը, որպեսզի ստիպված ընդունենք Հայաստանի խորհրդայնացումը։ Անուն Հայաստան աշխարհի։ Անուն հայրենիքի։ Անուն հայրենիքի։ Դավիթ Բեկաբար։ Դավիթ Բեկաբար։ Մի բան ասա Խորան։ Ինչ ասեմ։ Համեմատաբար լավ է։ Ջերմություն ունի։ Իմ Եշիլովը բավականին քշացավ է։ Էլի արունը թքում։ Բայց քիչ։ Ռևմատիզմը Են աստիճանի վեր շորերը կարգին հանել հագնում կարում չի։ Ինձ էլ թողում չի վերօգնեմ։ Բայց պենդ մարդը ոտի կկաղնի։ Երկու անգամ իրա կողքին ու սպարապետին վիրավորում են։ Չեմ կարողանում ինձ ներել։ Չեմ կարողանում ինձ ներել։ Պատերազմը տիել կպտահի, քեզ մի կտորի հրամանատար ջան։ Այ կտեսնես։
Երրորդ անգամ սպարապետին գնդակ չի կսվի։ Կտեսնես։ Պենդ մարդա։ Ոտիկը կաղնի։ Աստված ցանոթ լսի։ Ախր առանց յուրը վեց շունիքը կա, վեչ էլ մենք։ Հիմա ինչ է անում։ Պարանալա, քնացա, հրամայալա վերի, իրիգու ներտնացնեմ, բայց ձերքս քինում չի։ Ախր էդ մարդը սաղ կյանքը քոնի կարիք հա ունեցալ, սաղ կյանքը։ Թող քնի։ Քանի մենք էստեղ ենք, ոչ շուն, ոչ թուրք, սյունիկ աշխար ոտք չեն դնի, թող քնի։ Հա։ Դե ես կեմ, իրիգունվա հետի, պետ կոտրեմ։ Օգնեմ քեզ խորեն։ Չէ, հրամանան տրջան, նեղություն մի քաշի, բա իմ գործիս անում է ինչ, հա, դուքու զինվորական պեներին եշի։ Գիժես։ Շատ դժվար։ Բայց եկա, չէ՞։ Եկա։ Դու Ուրախ ես։ Դե ասա ուրախ ես։ Չէ, երջանիկ եմ։ Սյունիքում պատերազմ է, էստեղ կնոջ տեղ չէ հիմա անուշ։ Բայց հիմա որտեղ պատերազմ չկա։ Երևի միայն Երևանում։ Քեզ թողնեի գնայի Երևան։ Երևանում հրաման տվող բոլշևիկներն են նստած։ Իսկական տաղերքը միշտ սահմանի եզրին են, թշնամու բերանը։ Մենք ենք ու մեր լեռնը Հայաստանը։ Եթե սպարապետը չլիներ, ոչ Հայաստան կլիներ, ոչ էլ Երևան։ Ճիշտ է, որ սպարապետը վիրավոր է։ Ճիշտ է։ Ես եմ մեղավոր։ Չհասցրի շուն թուրքին սատկացնեմ։ Բայց պինդ մարդ է, ոտքի կկանգնի։ Մենակ ես եկել Զանգեզուր։ Քանի անգամ ասեմ։ Հա, մենակ։ Բա ում հետ պիտի գայի։ Դու գիժես, բա որ ճանապարհին մի բան պատահեր։ Գիժես։ Հա, գիժեմ ու առանց քեզ չեմ ապրի։
դու պիտի գայի։ Այ կտեսնես Անուշ։ Մենակ թե Հայաստանը ազատագրենք, մի քիչ շունչ քաշենք։ Ամեն ինչ կընկնի տեղը։ Ինձ հետ ես, չէ՞։ Դու ինձ նման ես։ Հենց հիմա մենք պիտի ծնվեինք։ Ու հիմա պիտի ապրեինք։ Այդպես մի ասա Անուշ։ Կարծում ես մեզնից հետո մարդ չի գտնվի, որ պահի մեր Հայաստան աշխարհը։ Իհարկե կգտնվի, իհարկե։ Ողոս, դու անհեր աղջիկ կառնես։ Ես չգիտեմ, թե դա ում է պետք։ Սակայն ինձ մեղադրել նրանում, որ իբր 200-ից ավելի բոլշևիկներ նետել եմ Տաթևի ձորը հիմքեր չունի։ Դրանք ամենաիսկական թուրքեր էին, որոնք կռվում էին մեր դեմ և սպանում էին հայկական գյուղերի խաղաղ բնակիչներին։ Նրանցից և ոչ մեկը կարմիր բանակայինների համազգեստով չէին։ Իսկ մենք այլ տեսակի տեղեկություն ունենք։ Իսկ ինչ տեղեկություններ ունեք դուք։ Դուք բարի եղեք պատասխանել ձեզ տրվող հարցերին։ Իսկ դուք բարի կլինեիք, եթե ձեզ անընդհատ նույն հարցը տային և չհավատային ձեր պատասխանին։ Բայց ֆաշիստների հետ համագործակցել եք, չէ՞։ Թե կերկեք այդ փաստը։ Հայերին հետապնդումներից և կոտորածից փրկելը համագործակցել է։ Դուք ի վիճակի եք հասկանալ, որ ինձ նման մարդը այդ տարիներին մի մտածմունք ուներ միայն, որ եթե հանկարծ Գերմանիան հաղթանակի, նրա դաշնակից Թուրքիան նորից չսկսի նոր գենոցիդ իրականացնել հայերի հանդեպ։ Хватит! Все время топчемся на одном месте. Ոչ մի կերպ չեք ուզում ընդունել ձեր գործած հանցանքները, բայց դա ձեզ չի բրկի։ Հավատացնում եմ։ Հերիք է ինձնից, հանցագործ սարքեք, գնդապետ, ես հոգնել եմ ձեր անիմաստ հարցաքննություններից և անհիմն մեղադրանքներից։ Ես չթողեցի, որ Զանգեզուրն ընկնի և Թուրքիան միանա մուսուլմանական Ադրբեջանին։ 8 տարի դուք ինձ չթողեցիք, որ ես իմ հարազատներին նամակ գրեմ։ Նրանցից ոչ մի տեղեկություն չունեմ։ Ինձ ողջ թաղեցիք բանտի 4 պատերում։ Ես մարդ եմ, որն ապրում է անձնական մեծ ողբերգություն, մարդ, որն ամեն ինչ կորցրել է ու խելագարվում է այն մտքից, որ ունի մասնատված կտոր եղած հայրենիք։ Երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ հաղթանակների համար ստիպված եմ արձանանալ։ Տարեք ինձ, Վլադիմիր, ինձ Վլադիմիր տարեք, այնտեղ անհետ հետ հարցեր տվողները ամենայն դեպս հայեր չեն։ Ամովյան! Ամովյան! Մать твою! Ջուր կուզեք սպարում։ Увести заключенного.
Սպարապետ։ Քանի կար գեներալ եք սարքել։ А теперь еще и սպարապետ։ Բայց ժողովուրդը իրեն միշտ այդպես է կոչում։ Что за ժողովուրդ? Какой ժողովուրդ? Антисоветские элементы вроде не добитых до шнагов для вас ժողովուրդ։ Хватит, капитан, заигрывать с врагом. Кстати, это не в первый раз. Допрыгаешься, Овсепян. Сядешь вместе со своим Спарапетом. Ясно? Так точно, товарищ полковник. Свободен. Գերիների տեղափոխության հարցով ես ձեզ 4 դիմում եմ գրել ու խնդրել, որ այդ 500 բոլշևիկներին թույլ տաք գոնե դարալագյազով նրանց տեղափոխենք Հայաստան։ Տնտեսական սուղ պայմաններից ելնելով մենք չենք կարող նրանց կերակրել ավելորդ անգամ։ Բայց դուք համառորեն լռում եք։ Սպարապետ, չայ կխմես։ Չէ, գրի, ես սրանց բաց թողնել չեմ կարող, որովհետև իրենք էլ չեն թաքցնում, որ եթե հասնեն Ադրբեջան, ապա կզինվեն և նորից կհարձակվեն Ղափանի վրա։ Ռուս, թուրք, վրացի, բոլորն էլ ուզում են հայի հողից կտոր փոկել։ Այսօր կապարագող թողակող թշնամին Սովետի անվան տակ միայն կոտորում ու թալանում է, իհարկե, պարոն Լեգրանը գիտե ու դիվանագետորեն լռում է, բայց հայտնի լինի ձեզ, ես ընդամենը մի քանի 100 հոգանոց նվիրալների բանակով 2 տարում ոչնչացրել եմ 15,000 թշնամի ու ասքար, տալով ընդամենը 26 զոհ։ Եվ հիմա էլ պատրաստվում եմ անել նույնը։ Հերոսական գործերից ոչ պակաս ներշնչող է բահ հերոսական։ Ապա ուրեմն կմեռնենք այնպես, որ մեր մահն էլ ծառայի հայրենիքին։ Ղափանի Գենվազի, Գողթանի Բաղաբերդի ռազմական ուժերի դիկտատոր հրամանատար Գարեգին Նժդե։ Ստորագրի։ Օրեն, լույսը բացվի կուղարկես։ Չէ, ես կմնամ կողքիդ միջև տղերքը գյուղից կեն, արխային ինեմ նոր կքեմ։ Լույսը կբացվի կամ նամակը տանես կամ ինքդ կգնաս ու հետ չես գա։ Պա էդ եմ ասում էլի, լույսը չբացված կվազեմ գյուղ, մինակ դու մի նեղվի։ Սպարապետ, չայ կխմես, նեբետ, շեքերև, տակ, խմև էր ռևմատիզմը օրգանիզմիցը դուսկ է, հը? Լեցու։ Էս սահատաս, խմե, երկալ, խմե, խմես Սպարապետ ջան, ախր, խմև էր ոտքի կաղնես, ախր, Հայաստան աշխարհի հույսը հիմա մինակ դու ես։ Ամեն ինչ կտայի մեն այդ բառերը ոչ մեկից չլսեի։ Էս ով է ժամին։ Էդ ով է։ Կամեմ։
Ակյամ եմ էլի։ Ինչ կա խորան։ Բեն չկա։ Եկ։ Ո՞ց ես սպարում։ Հիվանդ ես երևում։ Ինչ կա Պողոս։ Դու մնա լավացի, ես վաղը լուսաբացին տղերքին թուրքի վրա եմ տանում։ Ոնց թե թուրքի վրա ես տանում։ Ես քեզ այդպիսի հրաման տվել եմ։ Չէ, չես տվել։ Խորեն։ Հա։ Դուրս գնա։ Ոնց կասես, դուս կյամ, սպարապետ ջան։ Բայց այդ քննարկումը բանը էքուցվան թողեցեք էլի։ Հրամանատար ջան։ Մարդի ուրան լավ չի զգում, քյա էքուց կգես։ Թողմիկ չել լվա։ Դուրս գալի խորեն։ Հա, բա այդ եմ անում էլի։ Դուս եմ կե։ Դուրը փակի։ Հա, փակում է։ Ըհը։ Լսի։ Պողոս Դավթյան։ Հետ երբանից ես ինքնուրույն պատերազմ սկսել թշնամու դեմ։ Բա մենք չհայտարարեցինք, որ Խալիֆ Փաշայից վերցրած գերիներին հետ կհանձնենք, որ մաքրվեն ու գնան։ Այլ ինչ կռիվ։ Սպարապետի խոսքի վրա ես անցնում, հա։ Մենք էլ գերի չունենք հանձնելու։ Ոնց թե գերի չունենք հանձնելու։ Բա թուրք ռազմագերիներն ուր են։ Տաթևի ձորում, ձորի հատակին։ Երկու հարյուր մարդուց ավելի սպանել ես տվել։ Բա ինչ անեի։ Հարձակվել էին ժամապահների վրա։ Տղերքից ես 4 հոգու սպանել են։ 6-ն էլ ծանր վիրավորեն, նրանք էլ են մեռնելու։ Մենք նրանց կյանքը խնայենք, մեր տղերքին հաց ու ջրից կտրենք դրանց տանք։ Դրանք հարձակվեն մեր ժամապահների վրա։ Իսկ Իսև Շուն այդպիսի բան չեր անի։ Նա իրեն հաց տվողին չի կծում։ Պողոս։ Անզեն մարդկանց ես ձորը գլորել։ Ով ասեց, որ անզեն էին։ 10 հրացան էին գողացել։ Քանի հոգու կսպանեին, եթե չզինաթափեինք, հա? Մենակ թուրքը կարող է անզեն մարդու վրա հարձակվել։ Բա ինչ անեի, հա? Գլուխները շոյեի, բերեի մեր տուն, գար մորթեի ոտքերի տակ։ Դրին, Պողոս Դավթյան։ Դու հասկանում ես ինչ ես արել։ Աշխարհի բերանը լեզու ես դրել։ Ռազմագերի ես կոտորել։ Ռազմագերիները խռովություն էին բարձրացրել։ Ժամապահ էին սպանել։ Երկուսը մեր գյուղից էին, իմ աչքի առաջ էին մեծացել։ Հակոբն ու Ենոքը։ Բա ես իրաց մայրերին ինչ ասեմ, որ չեմ կարողացել իրաց տղաներին պաշտպանել անզենգերուց։ Աշխարհը մատը մատին չի տալիս, չի ուզում տեսնել, թե ինչպես են մի ամբողջ ազգի սրի քաշում։ Իսկ մենք պետք է չորեքթաթ ողորմություն ու արդարություն խնդրենք, հա? Թքել եմ այդպիսի աշխարհի վրա։ Բայց ինչու՞։ Ինչու եք թույլ տվել, որ գերիները խռովություն բարձրացնեն։ Հազարներով գերի ես վերցնում։
Մենք այդքան մարդ չունենք, որ դրանց հասկենք։ Թե կանանց երեխաներին խնդրեինք, որ գան դրանց գլխին պահակություն անեն։ Ասա բացատրիր, ինչ անեիր, դու ինչ կանեիր։ Կապ չունի։ Դու գիտես, թե ինչ են անում պատերազմի ժամանակ հրամաններին չենթարկվողներին։ Հա, գիտեմ։ Ար։ Սպանիր։ Սպանիր։ Խռովության լուրը տարածվել է։ Գարեգին թուրքը գիտի, որ հիվանդ ես։ Եթե մենք չհարձակվեցինք, մեզ ջնջելու են։ Ես իմ ծննդավայր Սյունիքը ոչ մեկին չեմ տա։ Դիմացար, ոնց ես։ Թողում եք մարդ կարգին հիվանդանա։ Մյուս ճակատում ինչ կա։ Լավ ասպարապետ, ոչ մի կերպ առաջ խաղացում չկա։ Վիրավորներ, զոհեր կան։ Կան, բայց քիչ։ Ես վիրավոր ես։ Քերծվածքիս հետ ես։ Մինչև գիշեր որ դիմադրենք, վաղը սրանց կքշենք։ Սյունիքի հյուսիսը։ Դիմադրեք։ Դիմադրենք, կքշենք, մինչև վերջին դուշմանի ոտը չեմ կտրել, ես երկրից չեմ հանգստանա։ Փոլայա թուրքը։ Սպանապետ։ Պողոս։ Ճարած։ Պողոս։ Պողոս։ Ողջ եմ, Պողոս, ամեն ինչ լավ է լինելու չմտածես։
շատ մտածում։ Իմ հոգի խոստումա գնալու։ Խոստումա գնալու։ Դե իսկական ցեղակրոնը այս Պողոս։ Պողոս, Պողոս! Կտրեցիր իմ այդ ձեռքը և հիմա մեծ վշտով ու ցավով քեզ հանձնում ենք հողին քո ծննդավայրում, քո սիրած ու այնքան գովերգած վերին խոտարանում։ Քո գոյությունը անվերջանալի կռիվ էր հանուն հայրենիքի, հանուն հարազատ ժողովրդի ազատության, հանուն քո պաշտացիունի կյանքախության։ Հայաստանը եղել է կա ու կլինի հայինը, ինչքան էլ արհավիրքներ ասնեն այս սուրբ վայրերով, ամենասրբազանը ու ամենադժվարը խաչերից հայ ժողովրդի ճակատագիրն է, այդ խաչը կրողին և վայ և պատիվ յոտնիցս։ Մնաս բարով, մարտական ընկեր, մնաս բարով մեծ հայրենասեր ու հերոս, մնաս բարով իմ եղբայր։ Ջան ֆեդային է ձեր մայրերը ձեզ ղուրբան մշո սուրբ տան սուրբ կարապետ թող լինին ձեզ օգնական մշո սուրբ տան սուրբ կարապետ թող լինին ձեզ օգնական Dur yoksa vuracağım. Efendi, efendi. Efendi, efendi. Buraya gelin. Եկեք այս կողմը։ Bir gavur gelmiş. Գավուր է եկել։ Güzel gavur. Գավուր։ Տերսերի։ Sen kiminsin? Vay Serseri. Efendi. Hasta hayır. Կարծես մոլորվել է։ Çok iyi yaptı. Լավ էլ արել է։ Աղջիկը ճիշտ էլ հասկացել է, թե ում մոտ պիտի գա։ Հալա! Efendim. Efendi. İşiniz bittikten sonra bunu Գործդ որ անես, հետո սրան մեզ էլ կտաս։ Senin için bu çok. Քեզ շատ կլինի հիմա։ Çabuk koş, çabuk gel. Kendiyle kız. Kaçın.
Իմ սուրը վաղուց է, անում քո ինքնապաշտպանության հանգիստ չէիր պատյանում։ Լսիր ինձ գուցե վերջին անգամ, դիմում եմ քեզ, խոսում քեզ հետ։ Քո սև ու նեղ օրերին դու կանչեցիր ինձ, և ես ասա քո ավարին։ Այն օրվանից ես պաշտպանում եմ Սյունիքը։ Մնաց մի բարձրունք, մի սար, մի քար, որի վրա դրած չլնեմ ես իմ հոգնած գլուխը։ Ասա դու տեսել ես ինձ, գոնե մի օր, մի ժամ, հանգիստ ու անհոգ։ Մնաց մի բան, որ խնայեի, չզոհաբերեի, քո ազատության, քո փրկության ու քո փառքի համար։ Այս պայքարի իմաստն այն էր, որ հայը տեր լինի քեզ, որտեղ աչք է բացել ու օրորոցային լսել։ Մարդիկ, իմ գլուխն եմ փնտրում 3 միլիոնով Ադրբեջանին ծախելու համար։ Ես Հայաստանից հեռանում եմ հարկադրաբար։ Իմ հետ վերցնելով Արաքսի ափին զինվորներիս կողմից զարնված Վագրի մորթին, Զավալ Փաշայի դաշույնը, որպես միակ պատերազմական ավար։ Պարտություն չտեսած Սյունիքի դրոշը, թող որ դրվի կրծքիս վրա, գերեզմանիս մեջ։ Ումի Բարարան, Ին Հայկազյան, միակ մխիտարիչը տարագրանքի մեջ։ Տեր հայր, հաղորդեք Հայաստանի ղեկավարությանը վերջին պատգամս։ Լեռնա Հայաստանը տեղի է տալիս բոլշևիկացման պարտադրանքի առաջ։ Բայց միայն ավելորդ հայրուն չթափելու նախապայմանով։ Թող միասնիկան իմանա, եթե հարկ լինի։ Ես հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով նորից վերագրավել Լեռնա Հայաստանը, որպեսզի այս երկրի աշխատավոր գյուղացությունը նորից ստիպված չլինի ինձ օգնության կանչելու։ Թող աշխատեն բավարարեն հայ գյուղացու և մտավորականի պահանջը։ Սա ասում է Հայաստանի Հանրապետության սպարապետ Նժդեհը։ Ամենաբարձր իրավունքը, որ կարող է ունենալ մի քաղաքացի, դա իրեն ծնած ժողովրդին առաջնորդելն է։ Ես դա արեցի սրով։ Թող նրանք էլ անեն ինչպես իրենց խիղճն է թելադրում։